Արադ ցեմենտը շատ շուտով լինելու է պետական։ Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո ճեպազրույցում խոսում է Արարատ ցեմենտի պետականացման մասին, գործարանի դարպասների մոտ հավաքված աշխատակիցները մեկ պահանջ ունեն՝ հանել կապարակնիկները եւ թույլ տալ աշխատել։ Խիա դուրը փակ, թող դուրը կներեք, բացեն, աշխատողները աշխատեն, իրանք հարցերը լուծեն։ Հիմա իմ հարցը կոնկրետ ով է լուծելու, իմ հարցը։ Գործարանի աշխատակիցները ասում են, իրենց համար կապ չունի, թե ով ում հետ ինչ իրավական պայքար ունի։ Իրենց հարցը մեկն է՝ բացվելու են գործարանի դռները, թե ոչ։ Քանի դեռ արտադրությունը կանգնած է, նրանք զրկված են եկամտի միակ աղբյուրից։ Մենք ունենանք ֆինանսական շատ լուրջ խնդիրներ, այս ամբողջ ժողովրդի անունից եմ ասում, հավաքվածները սաղ այդ բողոքումն են, այդ խնդիրն ունեն։ Մեկ, երկրորդն էլ ասենք պատճառն ինչա, որ այս գործարանը սպային պալոմվել է ու սենց կոպիտ ասած շպրտել են մի կողմի վրա, գնացել են, ասենք թքած ունենալով այս քաղաքի ժողովուրդը, որ ստեղով ապրում։ Գործարանի դարպասի մոտ իրավիճակը լարվում է, երբ ոստիկանության մեքենան փորձում է մտնել գործարանի տարածք։ Աշխատակիցները փակում են ճանապարհը։ Այսօր քանի հազար մարդ մնացել են անգործ։ Ինչա պատասխան տալու մեզ մեր պարոն Փաշինյանը։ Ժողովուրդը իրան են ընտրել, որ այսօր սրան եք արժանի մենք։ Վարչապետ Փաշինյանը խոստանում է, որ պետությունը կպաշտպանի աշխատողների իրավունքները, սակայն ուղիղ սպառնում։ Գործարանի աշխատակիցներին բողոքի գործողությունների մղելու կամ ճնշելու փորձեր անողները պատասխանատվության են ենթարկվելու։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի բոլոր աշխատողների իրավունքները հնարավորինս պաշտպանված լինի։ Նրանք ովքեր կանեն այդ կարգի գործողություններ, այսինքն, չգիտեմ, մարդկանց վրա ճնշում կգործադրեն եւ այլն, փորձելով նրանց մղել գործողությունների, ազատվելու են աշխատանքից։ Այո, սպառնում եմ ըստ էության։ Հավաքված աշխատակիցներին է մոտենում Արարատ ցեմենտի գլխավոր տնօրեն Արտյոմ Պողոսյանը, վստահեցնում. գործարանի աշխատանքը վերականգնված է, առաջիկա ժամերին կգան աշխատանքի։ Բոլորից խնդրում եմ, հանգիստ կարող եք գնալ բոլորը ձեր տներով, քիչ ու շոտ արդեն կարգավորենք ձեզ լրացիչ, կասենք որ ժամին ինչ հերթափոխով եք հաճախում գործի ու կսկսենք աշխատել։ Այս բանը բոլորից խնդրում եմ, բոլորը հանգիստ կարող եք գնալ ձեր տներով, ձեր գործերով։ Մի քանի ժամ անց գործարան է գալիս նաև էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը եւ հայտարարում. Արարատ ցեմենտը կարևոր ռազմավարական օբյեկտ է, ամեն ինչ արվելու է, որպեսզի արտադրությունը չկանգնի։ Երեկվանից մենք քննարկում ենք ունեցել տնօրենի հետ եւ նաեւ ես անձամբ քննարկում ունեցել իրավապահ մարմինների հետ, հիմա փորձենք այնպես անենք, որ աշխատանքը իրականանա։ Դուք տեղեկություններ Մեր համար Արարատի ցեմենտի գործարանը ռազմավարական կարևոր օբյեկտ է եւ Արարատի ցեմենտի գործարանը այնպես ենք անելու, որ նրա աշխատանքները չխաթարվի։ Այդքան է։ Փոխնախարարը Արարատ ցեմենտի հնարավոր պետականացման վերաբերյալ որևէ առարկություն չունի Փաշինյանին։ Պետականացման հարցերի հետ կապ չունեն։ Նիկոլ Փաշինյանը հիմա առաջով ինքը ինչ ասում, ճիշտ ասում։ Արարատ ցեմենտը աշխատանքը կվերսկսի այսօր երեկոյան, սակայն աշխատակիցների մտահոգությունները մինչև վերջ չեն փարատվել։ Շատերը վախենում են, որ այսօր բացված դռները վաղը կարող են կրկին փակվել, իսկ իրենց աշխատանքային ապագան կշարունակվի մնալ անորոշ։